Սիրելի կշարքներ ողջույն։ Այսօր 22-ն է, այո, 22-ն է մարտի։ Իմ օրացույցավորանի օրը, որը բերում է փոփոխություններ, եւ ես ուզում եմ ներկայացնել ապրիլ ամսվա կանխատեսումը ձեր նշանի համար, այսինքն բոլոր նրանց ում արևի նշանն է, արևն է գտնվում կշարքի նշանում, եսա վերաբերում է բոլոր նրանց, բոլորին է վերաբերում ում ասցենդենտի նշանն է կշեռքը, ահա, եւ տեսնենք, թե ապրիլ ամիսը ինչ փոփոխություններ կբերի ձեր կյանք եւ ընդհանրապես ինչ փոփոխություններ է տեղի ունենում, լիալուսին նորալուսին ունենք, բնականաբար արևը միանշանակ կփոխի իր նշանը, Մարսն է փոխելու իր նշանը, Վեներան Մերկուրին կդառնան ուղղաթաց, որ գտնեն ձկան նշանում, եւ իրենք եւս կփոխեն իրենց նշանը։ Հա, այս իրադարձություններն են կատարվում եւ որոշակի լավացություններ կլինեն ապրիլի կեսերին ու 15-ից 25-ը պլյուս մինուսով այդ ընթացքում այստեղ հնարավոր է ֆինանսական հարցեր լինեն, ընդհանրապես ֆինանսների հետ կապված ասեմ, որ ձեզ մոտ ուրեմն ծախսերը շատ են լինելու, հավանաբար ինչ-որ նպատակի համար, եթե գումար եք հավաքել կամ պարզապես գումար ունեք այդպես կուտակած, հնարավոր է, որ այդպես մինչև տարվա վերջ դուք ծախսեր ունենաք եւ ուրեմն ուշադիր եք լինում իմ նշածս ժամանակահատվածում, որպեսզի այդպես անիմաստ կորուստներ չունենաք ֆինանսական ինչ-որ դժվարություններ կարող են լինել, ուշադրություն դարձրեք։ Իդեպ դուք ինչպես որ հասկացաք արդեն երրորդ նշանն եք, մնացել եք ձեր տեղում, հավատարիմ, կարծես թե առաջին եռյակը չի փոխվում, իհարկե չորրորդ տեղը արդեն փոխվում է, փոփոխություններ կան, բայց առաջին եռյակը այդպես շատ ստաբիլ պահում է իր դիրքը եւ հիմա տեսնենք սիրելի կշարքներ ինչ փոփոխություններ կբերեն մոլորակների, թե նշանի փոփոխությունը, թե ուրեմն ուղղընթաց լինելը։ Եվ այսպես սկսենք թերևս Մերկուրիից, որ ապրիլի 7-ին դառնալու է ուղղընթաց, ինքը գտնվում է ձկան նշանում եւ կդառնա ուղղընթաց ապրիլի 7-ին։ Գիտեք, ինքը կտեղավորվի, փաստորեն դուք պարտների հետ անձնական կյանքում, թե գործնական այդպես հարցեր ունեք, որոշակի հարցեր կան եւ դուք միգուցե այստեղ գիտեք, երբ հանդիպեցիք, հասկացաք, որ ինչ որ հարցեր դեռևս պետք է վերանայեք, ինչ որ խնդիրներ կան, որ պիտի դա կարգավորեք, կարող է նաեւ, գիտեք, հիվանդանոցի հետ կապված, ձեր առողջության հետ կապված կամ ձեր կողակցի առողջության հետ կապված եւ այլն այսպիսի հարցեր լինեն, դուք հասկացաք, որ պիտի վերանայեք, դեռևս թեման ավարտված չէ, դա ուրեմն ձեր կողակցի կամ գործնական այդպես հարցեր կան, նայած ու մոտ ինչ ըստ ձեր անձնական քարտեզի, դա դեռ ավարտված չէ, պետք է հասցնել ավարտին եւ իհարկե ուրեմն իրենք ինֆորմացիան վերցրեցին եւ իհարկե այդտեղ կհասցնեն, կարծում եմ կքննարկեք, այդպես ճիշտ կլինի հարաբերություններում բոլոր դեպքերում վերանայեք, ինչ որ հարցեր կա, կարգավորեք եւ իհարկե ամեն ինչ հետո շատ ավելի լավ կլինի, որտեղ Մերկուրին ինքը 16-ին է մտնում, առաջ անցնելով պարզապես թեմայի մեջ մնալով, բայց առաջ անցնելով, ասեմ, որ ապրիլի 16-ին Մերկուրին կմտնի խոյի նշան, մինչև մայիսի 10-ը ինքը կմնա խոյի նշանում, որը ձեր հանդիպակաց նշանն է եւ դուք այստեղ հավանաբար պիտի ձեզանից պահանջում է, որպեսզի դուք շատ կոնկրետ քայլեր անեք առանց երկմտելու, կոնկրետ հարաբերություններում շատ ավելի հստակ, հա, լինեն հարաբերություններ եւ այստեղ միտքը բնականաբար լավ է աշխատում եւ ձեզանից, քանի որ դուք անընդհատ երկմտում եք, ծանր ու թեթև եք անում, հիմա պետք է շատ ավելի կտրուկ լինեք այդ հարցերում, երկմտելու կարիք չկա։ Ահա 13-ին Վեներան, որը գտնվում է բարձրակետում, ձկան նշանում, ինքը եւս կդառնա ուղղընթաց, ապրիլի 13-ին եւ բնականաբար կշարժվի խոյի նշան։ Եվ նշեմ, թե ինքը երբ է մտնելու խոյի նշան, նորից մնալով թեմայի մեջ, ուրեմն 30-ին ապրիլի Վեներան մտնում է խոյի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ հունիսի 6-ը
եւ գիտեք բնականաբար ձկան նշանմունքը իրեն շատ ավելի լավ է զգում որովհետեւ բարձրակետում է իսկ խոյի նշանում առանձնապես ինքը իրեն լավ չի զգում որովհետեւ այստեղ ավելի գիտեք անտեսում է կարծես թե այստեղ որոշ թեմաներ անտեսում է իրեն բնորոշ բոլոր դեպքերում իր նշանը չի բայց իր տանն է այստեղ կարող է բալանսավորվել այսինքն վեներան ձեր մոլորակը հայտնվել է սիրելի կշերքներ վեներան ձեր մոլորակն է ինքը հայտնվել է ուրեմն հանդիպակաց նշանում այդ առումով իր համար դժվար ինքը իր տնից բավականին հեռացել է նշանից բայց ինչ որ առումով իր տանն է գտնվում եւ այստեղ միգուցե ավելի լավ տարբերակում է այսքան մյուս նշանների համեմատ ինքը ավելի լավ վիճակում է բոլոր դեպքերում ֆինանսական հարցեր կքննարկեք ավելի հաճախակի կլինեն հանդիպումները ինչ-ինչ գործողությունների իրադարձությունների հիման վրա դուք ավելի շատ հանդիպումներ կամ խորհուրդներ խորհրդակցեք խորհուրդներ կտակ միգուցե խորհուրդ կվերցնեք նայած ինչպես կստացվի այնպես որ ակտիվությունը բավականին մեծ կլինի եւ այդ քննարկումները եւս ահա եւ գիտեք այսպեսի մի բան եմ ուզում նշել քան որ առաջին երյակում եք ուրեմն ինչպես որ ասացի մինչեւ տարվա վերջը բավականին գումար այստեղ ձեզ մոտ ծախսվում է եւ դա կարող է կապված ներ ընտանիքի հետ երեխայի թեմայի հետ ոմանք երեխային ունեն ոմանք հնարավոր է իհարկե դա կարող է մի քիչ պլյուս մինուսով ոմանց մոտ դա միգուցե արդեն եղել է ոմանց մոտ էլ չնայած որ դա այդքան էլ ապրիլը 25 թվականը ես ասեմ որ մարտի 27-ից հետո ապրիլին մարտի 27-ից հետո այդպես վերցնենք այդ ժամանակվանից հետո իհարկե այդքան էլ լավ չի երբ ծնվում են երեխաները իրենց համար շատ դժվար է լինելու դա լավ ժամանակահատված չի ավաղ այնպես որ եթե հնարավորություն կա միջև 27-ը ունենալ ճիշտ կլինի եթե միջև 27-ը ունենաք չտեղափոխվեք եթե հնարավորություններ կա նրանք ովքեր ասենք օրերի չի արդեն ամիսների հարցեր չունեն ուրեմն դա այդքան լավ ժամանակահատված չի տվյալ երեխայի համար ինքը այդպես հոգեկան գիտեք ինքը ծանր ապրումների միջով անցնում իր կյանքում որը հետ կա թողնում այդ մարդու կյանքում մինչև վերջ այսպիսի հարցեր են լինում այնպես որ սա իմացեք որպես լրացուցիչ ինֆորմացիա եւ իհարկե մենք շարժվենք առաջ 13-ին, ինչպես որ ասացի, Վեներան դառնում է ուղղընթաց, նույն օրը տեղի ունենում լիալուսինը, այսինքն ապրիլի 13-ին Հայաստանի ժամանակով 4:22 արևև լուսինը հակատևում է 24 աստիճանում եւ լիալուսինը լինում է հենց ձեր նշանում, սիրելի կշարքներ, այսինքն այն իրադարձությունները, այն փոփոխությունները բոլոր դեպքերում, որ ինչ որ ջանքեր էին դրված թեկուզ ձեր նպատակների գիտեք ձեր ընտանիքին վերաբերող թեմաներն են այստեղ կշարքների դեպքով ասեմ որովհետև դա վերաբերում նաև խեցգետիներին խոյերին եւ այծեղջյուրներին բոլոր դեպքերում հիմա քանի որ ձեր նշանն եմ նայում ես ասեմ որ ձեր ընտանիքներում իրադարձություն լինում է իհարկե այստեղ կարող է խոսքը գնալ կյանքի մահվան մասին կարող է երեխա ծնվել, կարող է մյուս դեպքը լինել հիվանդություններ կամ ուղղակի վիրահատություն եւ այլն, այսպիսի թեմաներ միանշանակ կլինեն ուրեմն ձեր ընտանիքում դա այդպես եւ ուրեմն այդ ամենը ինքը մինչեւ 13-ը կարծես թե ավարտվում է կամ ձեզ համար պարզ է դառնում ձեր հետագա անելիքը ինչպես ոնց այնուհետև 16-ին ասացի արդեն Մերկուրին, որ ինքը մտնում է խոյի նշան, դրան արդեն անդրադարձել եմ եւ 20-ին 18-ին եկեք անդրադառնանք Մարսին, որը շատ կարևոր է, որը բավականին դժվարություններ բերեց, լարվածություն բնականաբար ընտանեկան թեմայում ինքը ի վերջո ապրիլի 18-ին կմտնի առողջի նշան, որտեղ կմնա մինչև հունիսի 17-ը
եւ բնականաբար այստեղ մենք տեսնում ենք ընտանիք երեխայի թեման, բոլոր դեպքերում Մարսի ցուլի նշանում գտնվելը ձեզ համար շատ ավելի բարեհաջող է, այդտեղ տեղավորվել է Մարսի, ամեն դեպքում ինքը ի վերջո դուրս պրծավ խեցգետնի ճիրաններից եւ հիմա առողջի նշանում բնականաբար շատ ավելի իրեն վստահ կզգա եւ արդեն ամեն ինչ կկարգավորվի, լավ կլինի, դժվարը ես կարծում եմ շատերի մոտ արդեն յետևում է մնացել եւ մինչեւ 13-ը ոմանց մոտ էլ մինչև 13-ը կավարտվի ձեր անձնական քարտեզով պայմանավորված, ոմանց մոտ մի քիչ ավելի ուշ կարող են կատարվել գործողությունները, ոմանց մոտ ավելի վաղ են կատարվել, ինչևէ արդեն մենք մոտենում ենք ավարտին, այնպես որ մինչև ոչ թե 13-ին, այլ մինչև, տեսեք մի քանի անգամ նշում, որտեղ ինձ անդադ հարցնում են, այնպեսի տարական հարցեր են տալիս, որ ուղղակի ստիպված եմ լինում հիմա այս պահին մի քանի անգամ կրկնելու, որպեսզի մարդիկ ընկալեն միգուցե դժվար է։ Ահա, մինչև ուրեմն այդ ամեն ինչը ձեզ սպասք կլինի, ձեր հետագա անելիքները ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հարցեր ունեիք, գիտեք, ձեր ընկել է միգուցե կշարքների մոտ այստեղ հիմնականում վերաբերի երեխայի թեմային, կշարքների մոտ երեխայի թեմային, որովհետև իրենց ապագան են երեխաները, համենայն դեպս ես կարծում եմ կշարքների մոտ երեխաների ծնունդը կգերակշռեն մահվան ուրեմն թվին այսպես կլինի, եթե խոյերի մոտ մահվան թեման կարող է գերակշռող լինել, ես կարծում եմ ծանր չեն տանի, լավ, սա խոյերի համար չեմ ասի, մենակ ձեզ համար եմ ասում, որովհետև այդպես ձեր ծանոթների մեջ ևս կարող են լինել, կարող է ծանր տանել խոյերը, չնայած կրակի նշանները թեթև են տանում, այտենց առանձնապես ծանր ապրումներ չեն ունենում, մեծ հաշվով համեմատած ջրի նշանների հետ նկատի ունեմ, այնպես որ այդպես ուրեմն լավ կլինի ամեն ինչ եւ 20-ին արևը կփոխի իր նշանը եւ կմտնի ձեր ֆինանսների տուն, ահա, այստեղ կարծում եմ ձեր ֆինանսական հարցերը կփորձի կարգավորել, բայց եկեք չմոռանանք իմ նշածս 10-ից 25-ը այդ ժամանակահատվածը ապրիլի կեսերն են, ֆինանսներին եք ուշադրություն դարձնում, ուշադիր եք լինում բանկերի հետ կապված խնդիրներ չլինեն եւ այստեղ հնարավոր է ասենք կամ ինչ որ ֆինանսներ կորցնեք, մի խոսքով այնպես արեք, որ արդեն նախորդ գիտեք դուք ինֆորմացիան ունեք, ովքեր որ ինձ լսում են, ուրեմն կարող են ինչ որ ձևով դա ուրեմն խափանել, եթե ինչ որ մի վատ բան պիտի լինի, իրենք փորձեն դա կարգավորել արդեն, որովհետև յուրաքանչյուր ունեք ձեր անձնական քարտեզը եւ միայն ձեր քարտեզն է ցույց տալիս, թե այդտեղ ինչ իրադարձություններ են կատարվում եւ ասենք ինչ է պետք անել նախորդ, որպեսզի ինչ որ դրամական մեծ կորուստներ չլինեն, դուք կարողանաք դա ճիշտ օգտագործել։ Այսքանը սիրելի կշարքներ, ես կարծում եմ մանրամասնեցի, հետաքրքիր էր ձեզ, կգրեք ձեր տպավորությունների մասին, ապրիլ ամսին արդյոք կատարվում են, արդյոք օգնեց իմ խորհուրդը ձեզ եւ իհարկե չմոռանաք լայքել, ահա, այսքանը լավ եղեք, մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։